Որն է մեղքի բժշկումը, Աստված շնորհել է մեզ վերակենդանացնող միջոց, որպեսզի մեր մեղքերի պատճառով հավիտենական պատիժ չկրենք։ Աստված իր որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի մենք ազատագրում ստանանք մեր վիճակից։ Տեր Հիսուս Քրիստոսը ծնվեց կույս Մայրամից, քանի որ նա չուներ մարմնավոր հայր, մարդկային առումով, այդ պատճառով չէր ժառանգել Ադամի մեղավոր բնությունը, նա միակ մարդն է, ով երբեք մեղք չի գործել, նա կրեց մեր մեղքերի պատիժը եւ բավարարեց Հայր Աստծո պահանջը, մահանալով Գողգոթայի խաչի վրա։ Որպես մեղքի պատիժ Քրիստոսը իր սուրբ արյունով վճարեց մեղքի գինը եւ մեզ համար բացեց Աստծուն մոտենալու ճանապարհը։ Նա հավիտենական կյանք է ապարգևում բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ իրենք մեղավոր են եւ ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր եւ Փրկիչ։ Ապավինելով Քրիստոսին մենք փրկվում ենք պատժից եւ մեղքերի իշխանությունից։ Դա նշանակում է, որ մեր բոլոր մեղքերը, անցյալ, ներկա եւ ապագա, ներված են Աստծո կողմից եւ նա երբեք դրանց համար մեզ չի դատելու։ Այժմ մեղսական ցանկություններին տրվելու փոխարեն մենք Աստծո համար ապրելու զորություն ունենք։ Երբ մենք դիտարկում ենք մեղքերի թողության հարցը, ապա պետք է հիշենք, որ գոյություն ունի երկու տեսակի ներում։ Առաջինը դատական ներումն է, երբ Աստված ներկայանում է որպես դատավոր եւ վերաբերվում է մեղքի պատժին։ Մյուսը ծնողականն է, հայրական ներումը, երբ Աստված ներկայանում է որպես հայր։ Այս ներումը վերաբերվում է մեր եւ Աստծո միջև փոխհարաբերությունների վերականգմանը, որոնք մեղքի պատճառով խզված են եղել։ Երբ մենք ասում ենք, որ մեր անցյալ, ներկա, ապագա բոլոր մեղքերը ներված են, ապա դրանով նկատի ունենք մեղքերի թողության դատական ներումը։ Դա նշանակում է, որ նա, ով հավատում է Քրիստոսին, պարտավոր չէ իր մեղքերի դիմաց վճարելու եւ դրանց պատիժը կրելու։ Դա տեղի է ունենում, քանի որ Գողգոթայի խաչի վրա Քրիստոսը կրեց մեղավորների համար սահմանված պատիժը։ Նա մահացավ մեր այն մեղքերի պատճառով, որոնք ոչ միայն արդեն կատարվել, այլև կատարվելու են։ Այն պահին, երբ հավատքով ընդունում ենք մեր Փրկչին, մենք մեղքերի լիակատար ներում ենք ստանում եւ ազատվում պատժից։ Իսկ ինչ է կատարվում, երբ հավատացյալը մեղք է գործում։ Մեղքը խախտում է Աստծո եւ հավատացյալի միջև հաղորդակցությունը, ընդհատելով այն։ Երկնային Հոր եւ երկրային Որդու միջև արդեն չկա ուրախ, մտերմիկ շփումը, եւ քանի դեռ հավատացյալը չի խոստովանել իր մեղքը եւ թողել այն, նրա այդ իրավիճակը այդպես էլ կշարունակվի։ Աստվածաշունչն ասում է, որ երբ խոստովանում ենք մեր մեղքը, ապա Աստված հավատարիմ եւ արդար լինելով ներում է մեր մեղքերը եւ մաքրում մեզ ամեն անիրավությունից։ Հովհաննես 1:9 խոսք։ Այստեղ խոսքը հայրական ծնողական ներման մասին է։ Նա արդեն հանցավորին ներող դատավոր չէ, այլ հայր, որ ներում է պարգևում իր որդուն։